Բարի լույս, բարի առավոտ, Արմաշի համից, սիրելիներս, բարևները Ղափան քաղաքից։ Ժողովուրդ ջան, նազելի տված սունկն էի, բերեցի դրեցի սառնարանում, հիմա առավոտյան ուզում եմ տիրապետեմ այս սունկը, ուզում էի շատ հետաքրքիր է այս մեծ սունկը, հələ նայեք տեսեք, ես չէի տեսեի իրականում այսպիսի սենց մեծ սունկ, շատ սիրուն է, նայեք։ Հիմա սա պետք է լավ լվանամ, մաքրեմ այս երեսը ու կտրատեմ։ Հոտն էլ է անուշ գալիս է, ինքան լավ հոտ է գալի, բայց ես չեմ սիրում ուտել, ժողովուրդ ջան, ես վախենում եմ սնկից, ընդհանրապես սունկ կերած չկամ, փորձած էլ չկամ։ Հիմա ուզում եմ այս բոլորը սիրում, պետք է սենց մաքրեմ երևի, հələ նայեք, հետաքրքիր է, երկու սունկ կպած իրար, նայեք, մայր ու աղջիկ, ոնց որ ես ու Էլենը, ժողովուրդ ջան, նայեք, տեսեք ինչ լավ սնկեր է, ճիշտն ասած չէին բացել, սենց բերեցինք ու դրեցինք սառնարանում, ես ես մի հատ ցույց տամ, ապրի նազելին, ապրի։ Գալիս եմ, նստի, դու նստի տե, նստի։
Նորից անձրև ա գալի, ժողովուրդ ջան, անձրև։ Եկել ենք նորից Լուսինեից տուն, մի բաժակ սուրճ խմենք ու հետո տեսնենք ուր ենք գնում։ Գնացինք։ Թրջվեցիք։ Մի անգամից է գցեց անձրևը։ Հարգելի հետևորդներ ջան, եկել ենք Լուսինեից տուն, դե ես նոր ասացի Լուսինեի ամուսինը, տեսեք ինչ լավ գնումներ արե։ Ինչա Լուսինե ջան, աղացած միսա, այսպես ասած կարմիր միս, Թեյրանում տավարի մսին ասում են կարմիր միս, մենք որ ասում ենք տավարի միս, մեզ զգուշացնում են, ասում են կարմիր միս, հիմա ես ասում եմ կարմիր միս, ստեղ խորովածի միսա չէ Հայկ, խառը սիրուն սենց բաստուրմա դրած, իհարկե ոչ բոլորն են սենց բաստուրմա արած վերցնում, եսի մեր փեսեն է էլի միշտ տենց հա վերցնում, սենց խառը սիրուն, ամեն ինչով, համեմունքով, այստեղ ինչա, բանջարեղեն ա գնել, պամիդոր, վարունգ, կարմիր պղպեղներ ու սիրուն ա, մեկը մեկից բուլղարական պղպեղն է, և ինչ արժի կիլոն, հա ինքը գները չի հարցնում, հարգելի հետևորդներ ջան, գները չի սիրում հարցնում, մեր փեսան ասմա չեմ սիրում, ինչ թիվ ասում են տալիս են, որի գինը հարցնում ենք ասմա չգիտեմ, այսինքն շատ աղա փեսա ունենք, սենց ասեմ էլի, կարտոֆիլը, էսի թազա կարտոֆիլը, ներևած արդեն, կաղամբը, կանանչիներն ա, պիտի հանեմ Լուսինե ջան, տենանք ինչ լավ կանանչի ա, ռեհան, այվայ, էսի խառն ա կանանչին, ոնց որ կապով չի ժողովուրդ, ինչ է տակրքիրը, հա, կապով չի, չէ, կապով ա, կապով չի, կապ չկա, այստեղ հա, փոքր բողկերն ա, Սիվին կոկվեց, կծուցի ծակա, այստեղ էլ քաղցրավենիքներ ա, սոխա վերջը, սես լավ գնումներ ա կատարել մեր փեսեն։ Հա, ամենօրյայի, ոչինչ, սրանով էլ կխմենք լավն ա, հապանցիկ բաժակները։ Մեր հորաքույրն էլ հոգնած ա եկե ժողովուրդ ջան, գործից եկել ա չի էլ քնե։ Հիմա այսա միած սուրճ խմենք, հորաքույրը կքնի, որ հանգստանա, նորից գնա գործի։
Հարգելի հետևորդներ, սա ինձ համար կարելի ասած նորություն է, ճիշտ է, ես այդպես ցելոֆոնե տոպրակներ չեմ օգտագործել ջեռոցի մեջ, հենց նոր տեսա, տալս կարտոֆիլա դրե ջեռոցը, նայեք, ամբողջը թակել է ցելոֆոնով եւ այստեղ դրել են ջեռոցը, որպեսզի ջեռոցը մաքուր մնա ավելորդ յուղերից եւ ցանկացա, որ ես էլ նկարեմ։ Հեսա, սա էլ ցելոֆոնի տուփն է։ Քանի ատա մեջը ծովիկ սրանց լինում։ 8 հատ, 8 հատ։ Հարգելի հետևորդներ ջան, ուրեմն Լուսինեից տնից եկել եմ հիմա իմ հորաքրոջ տղայի տունն է։ Նայեք ինչ շքեղ բնություն է, ինչ հիասքանչ տեսարան է։ Նայեք, այն որ Գորիսում նկարվել եմ, հա Արտուրն ասում, ասա այն որ Գորիսում նկարվել եմ, մեծ հորաքրոջս տղայի տունն եմ, Արտուրենս տունն եմ, եկե։ Հավեսս եկավ, ժողովուրդ ջան, այնքան բան է, մի քիչ հնություն է, բայց շատ հետաքրքիր է, հետաքրքիր ճանապարհներով եկանք, բայց հələ նայեք, տեսեք ինչ բնություն է, հավեսին, ես էլ իմ հորաքրոջ տղան, այն որ ասում եմ իմ նման է, իմ նման, ժողովուրդ ջան, դե նայեք, տեսեք ինչքան նման ենք, ես իմ հորաքրոջս տղան, ինքը իմ պապայի նման է, միշտ տենում եմ, Էլենս տեսել ասում է ինչքան պապիկի նման է, դա իմ հորաքրոջս տղան է, այսօր եկել եմ ստեղ, այսօր օրս կանցկացնեմ ստեղ, ծովիկի հետ եմ եկել, իմ տալի հետ եմ եկել։ Մեկը ծովիկ նկար ամենասերից կեգոտ։ Ո՞ւմը բալը ապենյալը։ Հակոս խմում ես։ Հա, տղե աղբեր տա ուզում։ Հա։ Ես հատան բալը։ Առաջ այս վազերով էին դնում էլի, մրգերը, մամաս էլ ուներ, հիշողություն արթնացրեցիր Էմիկ ջան, այս վազերի մեջ, հա, առաջներում, հա, բայց լսի, վատը չի, ինչ ես սիրում եմ, ես հնություն սիրող եմ, չգիտեմ, ժողովուրդ ջան, շատ նոր սպասներ շատ ունեմ, բայց հնությունն էլ եմ սիրում, իրոք, չի ազիզ ջան, ապրես, հորաքրոջս տղան և իր կինը, հենց իրանց տանն եմ ես։ Ժողովուրդ ջան, փեչ են վառի, նայեք, նենց լավ տաք էր, դուռը բացեցինք, դրսում անձրև էր գալիս, առ եղանակ, եկանք տեսանք, հորաքրոջս հարսը փեչը վառել էր։ Ոչ չիչալի։
Սևո։ Սևոյի աշկերը ճպրակալել է։ Կարող է գրիպա։ Աչի շտուանից է։ Շերներ, ասնա, այդքամից է։ Ես ասեմ կա երևի տես։ Ջան, իմ հորաքրոջ հարցն է։ Էմիկը, անունը Էմայա, մենք սովորենք, իրան ասում ենք Էմիկ։ Ու Էմիկը իմ համագյուղացին է, ու մենք հորեղբոր աղջիկներ են գալի, ու իմ հորաքրոջ հարցն է ինքը, տեսեք ինչքան հետաքրքիր է։ Որտեղ Էմիկին ճանաչում են, Էմային մեր գյուղում շատ են ճանաչում։ Սույնավանում ճանաչում են, մի հատ ողջույններս Էմա ջան, մեր լավ հարցիկն է Էմա, մեր լավ հարցիկն է։ Ay merne, ay parki, tahor kuru tartın parkıyla parli. Ay ça. Հիշելու է, հիշելու։ Asıl merak kuru çekildi bu galviye. Ne açık bir şut var. Kıyı zarmata eson ki uşak. Ne hatta bana için iki kahveci. Et matru nakmum em kanum em terim yaratı. Հարգելի հետևորդներ, նայեք, անձրև է գալի։ Անձրև է գալի։ Չէ, չին գնի։ Նորից անձրև, հա։ Ամպերը լրի խառնված վիճակ։ Ամպերը գորգորում են։ Հավ տեղա չէ Էլեն ջան։ Այս գյուղի անունը որն է։ Արփիկ գյուղն է, հա։ Ուրեմն ժողովուրդ ջան։ Թաղամաս, հա, այս թաղամաս կոչվում է Արփիկ թաղամաս։ Գյուղի սիրահար եմ ժողովուրդ ջան։ Շատ եմ սիրում գյուղը։ Հիմա Ari elmi amenallah balernem ցանկանում ձեր գործերին հաջողություն գալինա ջան։ Խի չես խմում, խմի։ Ապրեք հյուրասիրության համար, շատ ապրեք։ այլասիրությունը Դե լավ ժողովուրդ ջան, մեզի բարի ախորժած, ձեզ էլ բարի դիտու։ երևում ա բայց Հայցակի լույսով է երևում։ Ecco Massimo, ecco Lena. Ecco Massimo. Чумачки сникали, молодец. Դե գնացի, լավ մնացի։ Հա, հաջու, հաջու։ Բարի գիշեր ձեզ։ Բարի գիշեր։